Տեր Հիսուսյանով գողջունեմ ձեզ սիրելիներ եւ Աստծո սրտանց փառք կուտանք, որ դակավին գաբրինք իր շնորհքով, ուրախ ենք իր ներկայությունով, մանավանդ երբ այսպեսի բահեր կունենանք, Աստվածաշունչը կսերտենք, բացատրություններ կուտանք, կչանանք հասկանալ հայտնված ճշմարտությունները, մեր հոգիները կհրջվին եւ մեր միտքերը կզարգանան եւ ողջամիտ վարդապետության վրա մեր հավատքը կգառուցենք այսպեսով ուրախությամբ Տերոջի հետ կգալենք գիտենք որ ուղի հետևենք այնպես որ փառք կուտամ ցեզի համար եւս շնորհակալ եմ հերացայներով կքաչալերեք որբեսի ուրախանանք բոլորս միասին եւ Աստծո անունը փառավորենք մեր սերտողություններուն նպատակը այս է որ մեր հավատքը առողջ հիմերու վրա տնենք, որտեղ այսօր շատ դժբախտաբար աղոտ քաղաքներ կան աստվածային ճշմարտություններու նկատմամբ, որտեղ մագերեսային սերտողություններ կնեն, աչեն ցախեն, անդեղի համարներ իրարու կփակցնեն, բարթաբերություն կշինեն։ Անոր համար մենք ժամանակ կուտանք, թեև երկար կդեվե, սակայն խորը թափանցելով եւ աստվածային ճշմարտություններ քաղելով մեր հոգևոր կյանքին օգտակար կդառնան։ Այո, մարդը միայն հացով չաբրիր, մարմին չէ, հոգի է, Աստծո խոսքովալ գաբրի եւ այդպեսով իր հոգին առողջ կմնա։ Գաբրի իր փրկին համար։ Ուրեմն Աստծո շնորհքով պիտի շարունակենք առաջին թուղթ Թեսաղոնիկեցվոց մեկնությունը, սերտողությունը, բացատրությունը, ինչ որ գուզեք կրնագսել եւ տեսանք անցյալ անգամին 5-րդ գլուխն ենք 14-ին 22 համարները 13 պատվերներ գուտա այնպես որ այդ ուղղությամբ խոսեցանք 4 պատվերներուն մասին եւ այսօր Տերոջ շնորհքով պիտի շարունակենք 16-րդ համարեն սկսյալ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:16 ուր առաքյալը գսե ամեն ադեն ուրախ եղեք Այստեղ 6-րդ պատվեր գուտա ուրախ ըլլալ Նույն առաքյալը Փիլիպպեցվոց նամակի մեջ եւս գսե ուրախ եղեք Տերոջմով ամեն ադեն դարձյալ գսեմ ուրախ եղեք Ուրախ եղեք խոսքը չի նշանակեր քահ-քահ-խնդալ, այլ կնշանակե ըստ հունարեն բնակիրին ներքին լավ դրամատրություն, ինչ որ հավատացյալին համար ճշմարտություն է, ան Սուրբ Հոգվույն բնակությունը իր մեջ ունենալով, Սուրբ Հոգին լավ դրամատրություն պիտի ստեղծե հավատացյալի մեջ, երբ ան գաբրի կյանքի զանազան դժվարությունները, կամ Զանազան դժվարություններ գտիմակրավե։ Մինչև իսկ երբ ան դխուր անագնգալներու արչև գտնվի։ Բողոս եւ Շիղա երբ իրենց հավատքին համար փանդարգված ձեց գերած ու վերքերը ստացած էին, այդ վիճակի մեջ գես քիշերի զասված օրհնելու սկսան։ Բաճարը անոնք Սուրբ Հոգվու միջոցով որ իրենց ներսիտին կփնագեր, իրենց ներսիտին ներքին լավ դրամատրություն ստեղծած էր իրենց մեջ, ու ամեն մտքևեր եղող խաղաղությունը փորձառությամբ կվայելեին, որով մենք գրնանք ուրախալալ, երբ գադարյալ վստահություն կունենանք մեր երկնավոր հորը, երբ անոր անհուն իմաստության եւ սիրուն գաբավինինք գրնանք ներքին լավ դրամատրություն ունենալ։ Հետևաբար առաքյալը դրամապանական պատվեր գուտա, ու երբ զայն կործատրենք, մեր շուրջիներուն գաբացուցանենք, որ Աստուծո զավակներն ենք։ Անշուշտ կարելի է խուճապի մատնվել, երբ անագնկալի մարչև գտնվենք, դխուր լուր մլսենք, սակայն վիճակ չդառնար այդ, հապա Տերոջը կհանձնենք։ Անաբաշխար մարդուն բարակային վիճակ կդառնա։ Խոջաբի կմատնվի, ինչ անելիքը չի գիտեր, դակն ու վրա գլա եւ այդ վիճակներու մեջ սխալ
ընդրություններ եւ որոշումներ գարնե, որ մեծ բադուհասներու թուրեր գփանա։ Սակայն հավատացյալը այո գրնա խոջաբի մատնվել բահմը, սակայն իր երկնավոր հորը գահանցնե։ Սուրբ Հոգին իր մեջ լավ դրամատրություն կստեղծե։ Փառք ուրանք ասորամար իրապես մեծ առանձնաշնորհում է Սուրբ Հոգվույն բնակությունը ունենալ։ 17-րդ համարնալ գսե անդադար աղոթք ըրեք։ Այսալ 7-րդ բադվերն է։ Մինչև այնադեմ, որ երկրի վրա գաբրինք, աղոթելը անհրաժեշտ է։ Աստուծո խոսքը գշեշտե աղոթքի կարևորությունը։ Սակայն ինչ է աղոթքը եւ ինչպես հասկանալու ենք։ Անդադար աղոթք ըրեք խոսքերը։ Աղոթքը այն բարձ խոսակցությունն է, զոր հավատացյալը գունենա իր ստեղծիչին հետ, իր Աստուծուն հետ եւ միևնույն ադեն մեծ առանձնաշնորհ է, զոր գվայելե։ Աղոթքը հավատքով կմատուցվի Սուրբ Հոգվու միջոցով ամենայն բարձությամբ ճիշտ այնպես ինչպես փոքրիկը իր հորը հետ պիտի խոսեր կամ հաղորդակցեր։ Աղոթողը Աստուծո հայրական սիրուն վստահելով գաղոթե, ունենալով այն ըմբռնումը, որ Տերը գլսե իր աղոթքը, իսկ պատասխանը ստանալու համար անոր ժամայցուցին կսպասե։ Աղոթող հավատացյալը գխոստովանի իր դգարությունը եւ պետք է գսկա իր Աստուծուն առաջնորդության, իմաստության եւ զորության։ Անշուշտ խոսքս թութակային անկիդագից խոսքերու արդասանության մասին չէ, այլ քիդակցությամբ Աստուծո հետ հաղորդակցությունն է։ Եկեղեցի զորությունը աղոթքի մեջ կգայանա։ Չաղոթող եկեղեցին գսե. ես հարուստ եմ ու մեծա եւ բանիմը գարոտ չեմ։ Դերնալ կպատասխանե այդպես եկեղեցին ու գսե. չես գիտեր որթուն խեղճ ու թշվարական ես եւ աղքատ ու գույր ու մերկ։ Հայտնություն 3:17։ Ինչպես հասկանալու ենք անդադար աղոթք ըրեք խոսքերը։ Մեր ֆիզիկական կյանքը գոյատևելու համար ուտելիքի գարիք ունի։ Այս չի նշանակեր, որ օրը 24 ժամ գուտենք։ Եթե այդպես անենք, մեզի շալգելով ուրիշտեղ պիտի դանին։ Անդադար աղոթք անելը այն հոգին է, որ միշտ Աստուծո գարչած է ու անոր գվստահի։ Երբեմն խոսքերով գարտահայտվի, երբեմն լրությամբ։ Հռոմայացոց 8-րդ գլուխին 25-26-ը առաքյալը այսպես կսե. այն հավատացյալներուն համար, երբ դժվար վիճակներու մեջ գանցնին եւ անոնց հոգին գահարաչե, գսե նույնպես հոգինալ օգնության գահասնի մեր դգարություններուն, քանզի ինչ բանի համար աղոթելու ենք ըստ արժանվույն չենք գիտեր, բայց ինք հոգին բարեխոս կլա մեզի համար անփարփար հարաճանքներով։ Գտեսնեք, հավատացյալը երբեմն այնպեսի բարականերու մեջ գանցնի, որ չի գրնար բարեր կործածել եւ լրությամբ Աստուծո առջև կգենա, սակայն Սուրբ Հոգին հավատացյալին ներսիտի մեջ բնագելով անոր վիճակը Աստուծո կհայտնե։ Չեմ հասկանար ինչու համար գարկմը բենտեգոստյան խմբակներու պատկանող սիրելի եղբայրներ այս համարը արին անփարփար խոսքերը անհասկանալի լեզուներու վերակրեցին։ Անոնք գսեն Սուրբ Հոգին մեջետ անհասկանալի լեզուներով գխոսի Աստուծո հետ։ Միշտեր հոս խոսիլ չի գա։ Անփարփար հունարեն բնակիրը գսե ալոգոս, այսինքն չես խոսիր ոչ մեկ բան չես խոսիր, բան ոչ մեկ բան։ Գգենաս Աստուծո առջև չես կրնար խոսիլ այնքան ընջված ես,
այդ բահուն Tun խոսելու գարիքը չունիս, որովհետև Սուրբ Հոգին քու վիճակդ Աստուծո առջև կներկայացնե, քու պետքդ անոր կներկայացնե։ Հետևաբար հոս փառք կուտանք, որ այդ վիճակներու մեջ առանցին չենք։ Աղոթող հավատացյալը Սուրբ Հոգվույն աստեցության դակ վարմունք կուցուցաբերե ու միշտ ուրախ է եւ քո իր վիճակեն նույնիսկ աննպաս պայմաններու մեջ անդադար աղոթելու ենք սիրելներ, որովհետեւ մեր պատերազմը զոր կմղենք եսին ու սատանային թեմ շարունակական են ուստի աղոթքը լավագույն զենքն է հաղթելու եւ զերծ մնալու չարին լարած թագարտներն սատանան ոչ մեկ բան է գվախնա բացի աղոթող հավատացյալեն եկեք մենք ալ որոշենք շարունակ աղոթելու եւ մեր բոլոր վիճակներում մեջ դերոջ անցնենք եւ անգե հadouk շնորհ խնդրենք իմաստություն խնդրենք որբեսի գարենանք թիմակրավել ամեն տեսակի դժվարություն ինչպես որ դերը գուզե ասկայնով բավարարվինք դերը գամի Կալ անգամին պիտի շարունակենք 18-րդ համարեն եւ պիտի տեսնենք 8-րդ բադվերը Աստուծո քողություն հայտնել Թող Աստված օրհնե ձեզի եւ իր շնորհքի մեջ բահե ամեն